Շանթի եթերը շարունակում է հեռանկարը։ Հայ-ադրբեջանական հարաբերությունների բարդ ու զգայուն փուլում քաղաքացիական նախաձեռնությունները փորձում են ստեղծել երկխոսության նոր հարթակներ քաղաքական գործընթացներին զուգահեռ։ Խաղաղության կամուրջ նախաձեռնությունը այդ փորձերից մեկն է, որի շրջանակում անցած շաբաթ ադրբեջանցի մասնակիցները Հայաստան այցելեցին երկու երկրների միջև սահմանազատված եւ սահմանագծված հատվածով։ Ինչ են քննարկել եւ պայմանավորվել ու ինչ նպատակներ ունեն նմանատիպ նախաձեռնությունները։ Այս եւ այլ հարցերի շուրջ զրուցելու են խաղաղության կամուրջ նախաձեռնության համակարգող հայկական խորհրդի նախագահ Արեգ Քոչինյանի հետ, պարոն Քոչինյան, նախ շնորհակալություն մեր հրավերն համար։ Նախ սկսենք ադրբեջանցիների հետ ձեր վերջին հանդիպումից, որն եք համարում այս հանդիպման գլխավոր ձեռքբերումը։ Տեսեք, ես չեմ կարծում, որ այս ֆորմատով հանդիպումներն ընդհանրապես կարելի է տեղավորել այդ կարճ հարցադրման մեջ, որն է ձեռքբերումը, ինչ արդյունք կա, որովհետև եթե մենք նայենք մեր գլխավոր նպատակը որն է, դա 30 տարի գոյություն ունեցած կոնֆլիկտի հետևանքների հետզհետե հաղթահարումն է։ Ուրեմն մեկ հանդիպամբ, երկու հանդիպմամբ, սա երրորդ հանդիպումն է, 3 հանդիպմամբ ինչ որ տենց կոնկրետ շոշափելի բաներ արձանագրել մի քիչ այդ կատեգորիայի մասին չի այս հանդիպումները։ Այս հանդիպումները փոխադարձ վստահության ձևավորման մասին են, այս հանդիպումները աշխատանքային կապեր ձևավորելու մասին են, այս հանդիպումները նոր բովանդակություն հայ-ադրբեջանական հարաբերություններում ստեղծելու մասին են։ Սա մի շատ կարևոր բան կա, օրինակ ես լսում եմ քննադատության մեջ մեր պատմությունն եք ուզում ուրանաք, մեր ցավն եք ուզում մոռանաք, ընդ որում հետաքրքիր գիտեք որն է, որ դա եւ մեր իրականությունում են ասում, եւ այնտեղ են ասում։ Իսկ երկու կողմից էլ էս նախաձեռնող խմբին այդ մեղադրանքը կա։ Գերիներ ունենք այնտեղ։ Այո, մենք այստեղ իրանք ասում են, բա մեր այդքան օկուպացրեցին, մեզ այդքան ցավ պատճառեցին, դու գնացել եք հետները խոսում եք։ Հիմա ոչ, մեր նպատակը պատմությունը մոռանալը կամ պատմությունը սղագրելը չէ բացարձակապես։ Մեր նպատակը դրան զուգահեռ փորձելն է ստեղծել նոր բովանդակություն հայ-ադրբեջանական հարաբերություններում։ Մենք ունենք 30 տարվա հաստ այսպես լեցուն մի հատ բան, մատյան, եթե կուզեք, մեջը գրված այդ բոլոր մեր խնդիրները։ Հիմա փորձ արվում ստեղծելու նոր մատյան, որտեղ կգրվի նոր պատմությունը, որի մի մասն է օրինակ այս բիզնես կապերը, որի մի մասն է տնտեսական կապերը հայ-ադրբեջանական, որի մի մասն է դելիմիտացիա դեմարկացիայի գործընթացը, որի մի մասն է խաղաղության համաձայնագիրը, որ արդեն համաձայնեցված է եւ տեքստը կա, որի մի մասն է ուրեմն հենց մեր նախաձեռնությունը եւ դրանից այսպես ծնվող տարբեր ուրեմն շարավիղները։ Սա է նպատակը։ Այսինքն եթե դուք հարցնեք որն է կոնկրետ ձեռքբերումը, ես կարող եմ ասել այնա, որ հենց հանդիպումը տեղի ունենում եւ հանդիպումները շարունակվում են։ Ոչ թե մենք մի անգամ հանդիպել ենք ու դա դարձել է, գիտեք, միանգամյա ինչ-որ նախաձեռնություն, այլ սա դարձել է այլևս ֆորմատ, որտեղ առանց երրորդ երկրների, առանց եվրոպացիների, առանց ամերիկացիների, առանց օտար երկրյա գրանտերի, առանց օտար երկրյա միջամտության, դատավորության եւ այլն, երկու երկրների քաղաքացիական հասարակությունը, փորձագետները, մեդիան հավաքում են եւ կարողանում են քաղաքակիրթ երկխոսություն ունենալ։ Այդ փոխադարձ վստահությունը ինչպես է ստեղծվում, հա, հատկապես այս դեպքում նստում եք, քննարկում եք, ինչ-որ հարցեր եք բարձրացնում, դա ինչպես է տեղի ունենում։ Նախ սա իհարկե երրորդ հանդիպումն է խաղաղության կամուրջ նախաձեռնության, բայց եւ մի փոքր նախապատմություն է պետք տալ։ Ոնց է սա առաջացել ընդհանրապես։ Մենք տարիներ շարունակ հայ եւ ադրբեջանցի փորձագետները տարբեր եվրոպական երկրներում, Միացյալ Նահանգներում, ՄԱԿ-ի կողմից կազմակերպված տարբեր հարթակներում ունեցել ենք հանդիպումներ։ Քննարկել ենք, գաղափարներ ենք կիսվել, պետությունների ուրեմն տեսակետներն ենք փորձել բացատրել միմյանց եւ այլն։ Դա ստեղծել է որոշակի հարաբերություններ եւ ինչ որ պայից սկսած մենք ես էստեղ գործընկերս Բաքվում որոշեցինք մեր կառավարություններին մոտենանք եւ այսպեսի գաղափար առաջարկենք, որ այլևս հնարավոր է սա անել միմյանց տարածքում եւ միմյանց պետությունների աջակցությամբ։ Իսկ ոչ թե անենք երրորդ երկրում, երրորդի ուրեմն միշտորդությամբ, այլ անենք սեփական ներուժով։ Դա երկու մայրաքաղաքներում շատ դրական է անցալվել։ Սա 1-2 տարի առաջվա պատմության մասն է։ Այո, նույնիսկ 1 տարի առաջվա։ Առաջին հանդիպումը տեղի ունեցավ ըստ էության անցած տարվա հոկտեմբերին։ Հիմա երկու մայրաքաղաքներում սա շատ դրական անցալում ունեցավ։ Կոնտակտ ստեղծվեց երկու մայրաքաղաքների միջև, շատ արագ սա կազմակերպվեց եւ 25 թվականի հոկտեմբերին այստեղ եկավ առաջին ադրբեջանական խումբը, նոյեմբերին մենք մեկնեցինք Բաքու, հիմա եկել է հաջորդ ադրբեջանական ավելի մեծ խումբը էականորեն, որտեղ առաջի փուլում 5-5 էինք, հիմա դարձանք 20-20։ Եվ մոտ ապագան կլինի նաև մեր պատասխան այս Ադրբեջանը։ Այ հետաքրքիր է, ինչ դեր եք տեսնում քաղաքացիական հասարակությանը տարածաշրջանային երկխոսության զարգացման գործում։
ընդհանրապես այս կոնֆլիկտաբանության եւ կոնֆլիկտների լուծման տեսությունների մեջ կա այսպիսի հասկացություն track 1 կամ առաջին բանակցային գիծ, որը պաշտոնական բանակցություններն են, դա դիվանագետներն են եւ այլն։ Կա track 2, որը որ դասական քաղաքացիական հասարակությունն է, կա track 3, որը ժողովրդական դիվանագիտությունն է, օրինակ սահմանին որ պատկասեք շուկա են ստեղծում հայեր ու ադրբեջանցիներ սկսում են իրատարություն, դա էլ track 3-ն է։ Հիմա այս ֆորմատը, որի մասին մենք խոսում ենք, երկու երկրների կողմից հղումը արվել սրան, Ադրբեջանի կողմից Հիկմետ Հաջիևի կողմից, մեր կողմից Արմեն Գրիգորյանի կողմից, որպես track 1.5, այսինքն այդ պաշտոնական բանակցությունների եւ քաղաքացիական հասարակության մեջտեղում ինչ-որ բան, որտեղ մի կողմից մենք ըստեյության պետական աջակցություն ենք ստանում եւ պետության օրհնությունն ենք ստանում այս ամեն ինչը իրականացնելու, մյուս կողմից մենք ամեն դեպքում պետական պաշտոնյաներ չենք, մենք քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ ենք կամ փորձագետներ ենք։ Բայց ներկայացնում եք պետության տեսակետն այդտեղ։ Ոչ, մենք պետության տեսակետը բնականաբար չենք ներկայացնում, մենք ներկայացնում ենք մեր տեսակետը, բայց մենք անընդհատ գտնում ենք խորհրդատվական ուրեմն քննարկումների մեջ պետական մարմինների հետ, պետական կառույցների հետ, մեր կարծիքն ենք ներկայացնում, լուծումներ ենք փորձում գտնել, լուծումներ ենք առաջարկում, միասին մտագրողներ ենք անում, հիմա որն է դերը։ Ես կարծում եմ, այստեղ 3 բաղադրիչ կա։ Մեկը նաև որ շատ հաճախ բանակցային գործընթացում նոր գաղափարները չեն մտնում միմյանց տրամադրություններից այսպես անհանգիստ լինելով կամ միմյանց դիրքորոշումներից անհանգիստ լինելով եւ սա շատ լավ փորձնական դաշտ է լինում նոր գաղափարներ, նոր մոտեցումներ, նոր մտքեր քննարկելու համար մենք իրար կարծիքներն ենք հարցնում, դա քննարկում ենք մայրաքաղաքներից, այսինքն թե կուզեք սա ինչ-որ փորձնական դաշտ նոր գաղափարների համար, սա մեկ։ Երկրորդը, գիտեք, խաղաղությունը չի կառուցվում միայն վերևից ներքև հրամաններով, այսպես ցուցումներով եւ այլն։ Դրա համար պետք են մարդիկ, դրա համար պետք են հաղորդակցություններ, դրա համար պետք են կապեր եւ սա այդ ներքևից վերև տանող գործընթացի մի բաղկացուցիչ մասն է։ Սա երկրորդ գլխարկն է կոպիտ ասած, հա, այս գործընթացի։ Եվ վերջապես երրորդ այսպես գլխարկը դա էմոցիաներից զատ զուտ մասնագիտական համատեղ վերլուծություններն են քաղաքագիտական բնույթի, չգիտեմ, սահմանագծման, սահմանազատման, քարտեզների հետ աշխատանքի բնույթի, որտեղ եզակի հարթակը, որտեղ երկու երկրների մասնագետները միասին կարող են աշխատել այս հարցերի շուրջ։ Ունենալով տարակարծություններ, բայց պահպանելով փոխադարձական քաղաքակիրթ մոտեցում եւ այլն։ Պարոն Քոչինյան, արդյոք հնարավոր է իրական հաշտեցում, եթե ընդհանուր դիտարկենք նաեւ ձեր հարթակից դուրս իրական հաշտեցում առանց անցյալի ցավոտ հարցերի լիարժեք քննարկման։ Նորից, ուրեմն խաղաղության տեսության մեջ կա երկու բավականին տարբերվող հասկացություններ, կա narrow peace կամ նեղ խաղաղություն եւ expanded peace, ընդարձակ խաղաղություն հասկացություններ։ Ես կարծում եմ, այս բանը մեզանում իրատեսական է խոսել narrow peace, այդ նեղ խաղաղություն հասկացության մասին։ Ինչ է նշանակում narrow peace։ Կնքվում է խաղաղության համաձայնագիր, գնում է սահմանազատման, սահմանագծման գործընթաց։ Սկսվում է որոշակի սկզբնական փուլում շատ նեղ տնտեսական ինտերակցիա երկու երկրների միջև, հաստատվում են դիվանագիտական հարաբերություններ։ Սրանից հետո մինչև այդ ընդարձակ խաղաղություն բան հասկացությունը կարող տևեն տասնամյակներ։ Հասկանում եք։ Այս պայմանությամբ ես կարծում եմ հայ-ադրբեջանական հարաբերություններում առավելագույն հնարավորը դա մի քիչ առաջ քան այսօրվա օրինակ համար հայ-թուրքական հարաբերություններն են։ Այսինքն ոչ մեկ հիմա չի խոսում Ժորժ ջան եղբայրության, բարեկամության մասին, խոսվում է միջպետական քաղաքակիրթ հարաբերությունների մասին։ Երբ որ մենք նույնիսկ եթե տարաձայնություններ ունենանք, այդ տարաձայնությունները հնարավոր լինի լուծել քաղաքակիրթ բանակցային գործընթացի ճանապարհով, ոչ թե միմյանց վրա կրակելով։ Այսինքն ես ուզում եմ մենք շատ լավ ֆիքսենք, էլի որ խոսակցությունը հիմա գնում է ընդհանրապես սրա մասին։ Մարդկանց մոտ շատ հաճախ տպավորություն է, որ երբ մենք խաղաղություն բառն ենք օգտագործում, վաղը ինչ-որ սահմանները բացվելու են, գալու են, գնալու են, բարեկամաբար, չէ, Ժորժ ջան, դրա մասին խաղաղությունը դա չի նշանակում։ Խաղաղությունը նշանակում է, որ այս պայն նորից եմ կրկնում, այդ նեղ խաղաղությունը նշանակում է, որ ընդհանրապես նորմալ միջպետական հարաբերություններ ձևավորվում են մեր երկրների միջև։ Պարոն Քոչինյան, դուք ասել եք, որ խաղաղության կամուրջ նախաձեռնության նպատակն է ձևավորել նաև խաղաղության օրակարգը սպասարկող նախագիծ, ինչի մասին ըստ էության նոր քիչ առաջ դա ակնարկեցիք, ինչպիսի նախագծերի մասին է խոսք, այսինքն ինչ նախագիծ կարող է լինել, որ սպասարկի այդ պաշտոնական այդ խաղաղությանը, այդ փաստաթղթի, որը մի շարք բաներ կա, որոնք մենք արդեն պայմանավորվել ենք
միմյանց միջև եւ սկսել ենք իրագործել։ Մեկը այն է, որ երկու կողմերը այս հանդիպումներից զատ տնային աշխատանք են իրականացնում։ Մենք այստեղ իրանք այնտեղ հանդիպումներ ենք ունենում քաղաքացիական հասարակության հետ, հանդիպումներ ենք ունենում մասնագիտական, փորձագիտական շրջանակների հետ, մեդիա համայնքի հետ, պատրաստվում ենք ուրեմն համայնքներ այցելություններ իրականացնել, բոլոր մարզերի բոլոր համայնքները մենք մտադիր ենք այցելել։ Դա քարոզ չի, դա ըստ էության երկխոսություն է, մենք քաղաքական գործիչներ չենք, որպեսզի քարոզով զբաղվենք, մենք ուսակցականներ չենք, ադրբեջանական քարոզ է արվում եւ այլ քննադատություններից մեկը Հայաստանում ադրբեջանական քարոզ լինի, ինձ ծիծաղացնում են ուղղակի այդ մարդիկ։ Սա երկխոսություն է հասարակության ներսում, հասարակության ակտորների կողմից մեր ապագայի մասին եւ շատ կարեւոր է, որ նույն բանը տեղի անում այնտեղ։ Գիտեք, ես կարծում եմ, որ այն թնջուկը, որ ստեղծվել է այս խոսակցությունների շուրջ, ինքը ինչ-որ չափով փուչիկ է։ Ինքը մի շատ նեղ խումբ մարդկանց տեսակետն է այս հարցերի շուրջ, որոնք շատ խոսում են բարձրաձայն, բայց իմ կարծիքով Հայաստանի հասարակության բացարձակ մեծամասնությունը կողմ է խաղաղության գործընթացին։ Սա մի օրինակ է, համար ձեզ էլեմենտը բերեցի, այն ինչ որ մենք պայմանավորվել ենք։ Մյուսը մենք համատեղ հոդվածներ ենք սկսել գրել, մենք համատեղ հետազոտություններ ենք սկսել գրել։ Շուտով դրանցից առաջինները մենք կհրապարակենք։ Այսինքն այսպեսի տարաբնույթ պրոյեկտներ եւ հենց իրենք հանդիպումներ են, ինչպես նշեցի, հա, որոնք մենք կարծում ենք սպասարկում են խաղաղության օրակարգը։ Պատահական են ընտրված Հայաստան գալու ճանապարհը, այսինքն ինչ ուղերձ ուներ այդ նախաձեռնությունը, ինչու որոշվեց մուտքն իրականացնել հենց այն հատվածից, որը ըստ էության միակն է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև, որ մինչ այս պահ սահմանազատվել եւ սահմանագծվել է։ Նախ ուզում ասել, որ սա օրինակներից մեկն է, երբ որ մեր հարթակում տեղի ունեցած քննարկումները իրանց ուղիղ ազդեցություն են ունենում, որտեղ այդ սահմանացման գաղափարը ծնվել էր հենց մեզանում։ Մենք էինք այդ առաջարկությունը բերել եւ Երևան եւ Բաքու, որ եկեք հաջորդ հանդիպումը անենք սահմանը անցնելով։ Եվ երկու եկններում սա ընդունվել էր որպես գաղափար։ Հիմա նախորդ անգամ դուք կհիշեք, սկզբից եղել էր ադրբեջանական ինքնաթիռով ադրբեջանական դելեգացիայի ուղիղ չվերթը Երևան, հետո եղել էր հայկական ինքնաթիռով մեր դելեգացիայի ուղիղ չվերթը Բաքու, այսինքն դա այն սիմվոլիկան էր, որը որ տասնամյակներ շարունակ հայկական ինքնաթիռ չէր հայտնվել Բաքվում, առավել եւս ուղիղ թռիչքի միջոցով, հա։ Դա մի փուլ էր, որը մենք անցանք։ Մտածեցինք հաջորդը ինչ կարա լինի, որ նույն այսպես էֆեկտը ունենա, սիմվոլիկան ունենա եւ մտածեցինք, որ դա այո սահմանը անցնելն է, սահմանը որտեղով անցնենք, այնտեղով որտեղով որ սահմանը հստակ է, այնտեղով որտեղով որ երկու եկեները պայմանավորվել են, որ այդ սահմանը հստակ է եւ դա սահմանազատված հատվածն է։ Երկու եկեները այդտեղ կազմակերպեցին ժամանակավոր անցակետ, ուրեմն ադրբեջանական դելեգացիան մուտք գործեց Հայաստան անցնելով բոլոր անհրաժեշտ գործընթացները։ Բնականաբար հանդիպեց ուրեմն անձնագրայինի աշխատողների մնացած մեր ծառայությունների կադրերը հրապարակվել է, մարդիկ կտեսնեն դա, այսինքն չգիտեմ այն բոլոր տեսությունները Հայաստանում թե ադրբեջանցիները գալու են, ոչ մեկ չի ստուգելու, մտնելու են, դրանք հոտս ցնդեցին, որտեղ փաստացի այդ կադրերը մարդիկ կարող են տեսնել, ոնց է գալիս հայ սահմանապահը իր անձնագիրը վերցնում է, ստուգում է, իդենտիֆիկացնում է, կնիքը դնում է։ Բայց արդյոք նույնը թրիփի դեպքում է լինելու, որտեղ թրիփի դեպքում կարծես մի փոքր այլ է։ Թրիփի դեպքում մի փոքր այլ է տեխնիկապես, որովհետև հայտարարված է հետևյալը, չէ՞ որ կա front office, back office, այսինքն կա այդ անմիջապես կոնտակտի մեջ գտնվող գրասենյակ եւ վերահսկողություն իրականացնող գրասենյակ։ Վերահսկողություն իրականացնող գրասենյակը լինելու են Հայաստանի Հանրապետության պատկան մարմինները եւ բոլոր որոշումները կայացնելու են այս պատկան մարմինները։ Front office-ի միակ գործը ըստ էության այդ անձնագիր այդ մարդուց վերցնել, պայմանական մասում պատտվել տալ հայ աշխատակցին, նա որոշումը կայացնելու է, ինքը հետա վերադարձնելու այդ անձնագիրը այդ աշխատակցին։ Եվ իմ կարծիքով սա լինելու է ժամանակավոր լուծում։ Որովհետև ինչ որ ժամանակ անցնելով մարդիկ հասկանալու են, որ այս մեջտեղի օղակը լրիվ ավելորդ օղակը մարդիկ կարողանում են հանգիստ դիայտեր շփվել եթե պետք է լինում, եւ մենք դրանից ձերբազատվելու ենք։ Մանավանդ ես վստահում ամերիկացիների ուշքնը չի գնում գալ մեր մեջտեղը ինչ որ մի հատ մարդ դրան էլ աշխատավարձ տալ, մարդ նստացնել, որ պետք է ստեղից անձնագիրը վերցնի տանդեղ, ընդեղից անձնագիրը հետ տա ստեղ, այդ մասով։ Բայց սա նույնից եմ ուզում կգնել, շատ կարևոր նախադեպ է, որ ցույց է տալի, որ շատ նորմալ է ադրբեջանցիները գալիս են մեր մաքսավորները, մեր սահմանապահները իրանց ընդունում են, ստուգումը իր ամբողջ անհրաժեշտ գործընթացները իրականացնում են, անձնագրի մեջ եկնիքը դնում են, խնդրեմ մտնում են Հայաստան։ Հաջորդ օրն էլ մենք շաբաթ օր աշխատեցինք, ներողություն, ուրբաթ օր աշխատեցինք, շաբաթ օր աշխատեցինք, շաբաթ օրը երեկոյան նույն ճանապարհով տարանք եւ ճանապարհեցինք։ Պարոն Քոչինյան, դուք ասացիք, որ զգում եք, որ ակնհայտ է, որ քաղաքացիները խաղաղություն են ուզում։
Բայց դուք զգում եք քաղաքական կամ հանրային դիմադրություն այսպիսի նախաձեռնությունների հանդեպ եւ ինչպես եք հաղթահարում այն։ Միանշանակ որ ես տեսնում եմ Հայաստանում կան շատ հստակ քաղաքական շրջանակներ, որոնք որ դեմ են այս օրակարգին եւ ոչ միայն այս օրակարգին, այլև ընդհանրապես խաղաղության օրակարգին։ Եվ ես ձեր եթերում էլ եմ մի անգամ ասել, դա մեծ աղմուկ էր բարձրացրել այդ հայտարարությունից, բայց պատրաստ եմ կրկնել։ Ես կարծում եմ Հայաստանի քաղաքական դաշտում, սա շեշտում եմ մարդկանց մասին, քաղաքական գործերի մասին է խոսքը։ Այն մարդիկ, ովքեր դեմ են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին, կամ քաղաքական ապուշներ են, կամ օտարերկրյա գործակալներ են։ Այլ տարբերակ, թե ոնց կարա մարդ լինի Հայաստանում քաղաքական գործիչ եւ դեմ լինի խաղաղության գործընթացին, չկա։ Ինքը կամ քաղաքական ապուշ է, որը քաղաքական կատեգորիա, վիրավորանք չի, կամ օտարերկրյա գործակալը, որ դեմ է այս երկրի շահերին, ով որ սպասարկում է այլ երկրի շահերին։ Ասում են խաղաղությանը դեմ չենք, ուզում ենք արժանապատիվ խաղաղություն, այստեղ բառ են ավելացնում։ Այդ ես կարծում եմ, որ այդ բառը կեղծ կատեգորիա է, ես չեմ կարծում որ խաղաղությունը, որ հիմա ձևավորվում է, ինքը անարժանապատիվ խաղաղություն է, այլ բան, եթե դուք ասեք անարդար դրանց մեջ տարբերություն կա ընտրում։ Իսկ գիտեք, ես այսպեսի բան ասեմ, մարդկության պատմության խաղաղությունների բացարձակ մեծամասնությունը եղել են անարդար։ Եվ ընդհանրապես հասարակությունները պետքա շատ հաճախ են ստիպված եղել ընտրել արդարության ու խաղաղության միջև։ Ընդ որում եկեք ֆիքսենք sense բան։ Լինում է, որ խաղաղությանը հաջորդում է արդարություն։ Այդպես լինում է։ Բայց երբ որ դու քո արժև դրված երկու տարբերակներ ահա, կամ խաղաղություն կամ արդարություն, այ մենք հիմա ի՞նչն ենք ուզում որպես հասարակություն։ Արդարության մասին մեր պատկերացումների հետևից գնալով պայքարել են հանուն այդ արդարության իրականացման, ինչը նշանակում է նաև նոր պատերազմ, ընդ որում պատերազմ, որին մենք պատրաստ չենք։ Եթե ես հույս ունենայի, որ մենք այդ պատրաստին պատրաստ ենք, ես հենց կպատրաստ կլինեի այդ խոսակցությանը գոնե մասնակցել։ Բայց ես տեսնում եմ, որ մենք պատրաստ չենք այդ պատերազմին։ Ինչի մասին են այդ մարդիկ խոսում։ Ինչ արդարության, ինչ արժանապատվության մասին են այդ մարդիկ խոսում։ Չի կարելի մանկամտությամբ փորձել երկիր առաջնորդել, մանկամիտ էմոցիոնալ կատեգորիաներով չի կարելի փորձել երկիր առաջնորդել։ Բանակցություններով հնարավոր է։ Ինչն է հնարավոր։ Այդ արժանապատիվ խաղաղությանը ասել հնարավոր է բանակցություններով Ալիևին ասել ոչ։ Մարդիկ եկան ասում են հնարավոր է բանակցություններով Ղարաբաղը հետ բերել։ Ուրեմն բանակցություններով հնարավոր չէր Ղարաբաղը պահել։ Երբ որ այդ Ղարաբաղը մերն էր եւ մեր զորքները այդտեղ կանացեր, դա հնարավոր չեղավ այդ բանակցություններով, բայց այդ հետ բերել բանակցություններով հնարավոր է։ Այդ մարդիկ հույսի վաճառականներ են։ Այդ մարդիկ օգտվում են մեր ժողովրդի այս ընկճված վիճակից, վախերից, էմոցիաներից եւ փորձում են դրա վրա իրենց քաղաքական կապիտալը կառուցել։ Դրանք շարլատաններ են։ Հիմա տեսեք, նորից եմ կրկնում։ Շատ հաճախ է լինում, որ հասարակությունը ստիպված ալնում է երկուսի մեջ ընտրել։ Ասում եմ ավելին, երբ որ ասում են առանց արդարության չի կարողանալի խաղաղություն։ Հիմարություն են խոսում, որտեղ պատմությունը ուսումնասիրեք, հիմնականում խաղաղությունը հենց լինում է անարդար։ Ինչ որ բայ ընդ որում ես այսպեսի բան ասեմ, Ադրբեջանում է շատ մեծ էմոցիա կա, որ խաղաղությունը հիմա Հայաստանի հետ անարդար է։ Այդ այ ուզում հարցնել, թե ինչ են ասում ձեր ադրբեջանցի գործընկերներ այդ հանդիպումների ընթացքում։ Նախ այսպեսի բան էլ մինչև ձեր հարցին ամիջապես պատասխանել, ուզում ընդգծել, որ այս մեր հանդիպումների ընթացքում ահագին էվոլյուցիա է ապրել, թե հայկական պատվիրակության մոտեցումները, թե ադրբեջանական պատվիրակության մոտեցումները։ Բառամթերքից սկսած մինչև մտածողություն, ես կարծում եմ մենք շատ մեծ ճանապարհ ենք անցել։ Հիմա ինչ վերաբերում է, տեսեք, ինչ նարատիվներ կան օրինակ Ադրբեջանում խաղաղության դեմ, հա։ Բա ճակերտա որ Հայաստանը եկել է մեր երկրի տարածքները օկուպացրել այդքան տարի քանդու քարափար է թալանել է հիմի ոնց մենք իրանց հետ խաղաղություն կնքենք իրանք սկի պատասխանատվություն չեն կրել դրա համար բա մեր այդքան զրկանքների համար ով պետքա մեզ վճարի ով պետքա մեզ պատասխան անարդար է հիմա Հայաստանի հետ խաղաղության գնալը նարատիվ է հիմա չենք քննարկում արդար չի ազնիվ չի իրանց համար էլ արդարը դա է հասկանում եք սա ունիկալ մի հատ կոնֆլիկտներից մեկն է, որտեղ երկու հասարակություններն էլ 100%-ով վստահ են, որ իրանք են զոհը։ Մենք 100%-ով վստահ ենք, որ մենք ենք զոհը, իրենք 100%-ով վստահ են, որ իրանք են զոհը։ Իրենք 100%-ով վստահ են, որ իրանք են ճիշտ ու անարդար է Հայաստանի հետ հիմա խաղաղություն կնքելը։ Հայաստանում մարդիկ կան, որ ասում են հիմա Ադրբեջանի հետ անարդար է խաղաղություն կնքելը։ Ու այս ցիկլը վերջ չունի։ Ինքը անverջ կրկնվող մեծացող հարց է։ Ու նորից եմ կրկնում, եթե մարդկանց մոտ կա տպավորություն, որ այ մենք կանենք նույն բանը ինչ որ այլ Ադրբեջանը 30 տարի ուշ կհավաքենք գնանք իրանց գլուխը կջարդենք, այնտեղ հիմա հիմարներ չեն նստած, ու իրանք շատ լավ հասկանում են ու տեսնում են ինչը Հայաստանում տեղում, եւ այսօր մեր հարցազրույցներն են շատ լավ նայում։ Եվ բ ես չեմ տեսնում չափման ինչ հաշվարկի վրա են մարդիկ այդ բանը կառուցում, որ այ 20 տարիում մենք ավելի ուժեղ ենք գնել իրենց գլուխը ջարդելու ենք։ Մեր բնակչությունը շարունակում է նվազել։ Իսկ Թուրքիա-Ադրբեջանի բնակչությունը աճում է։
Մեր բնակչությունը բարեկամներ շարունակում է նվազել։ Համաշխարհային բանկով վերցրեք, չգիտեմ, ամենատարբեր կանխատեսումները կան, հա։ Կանխատեսումների համաձայն 50-60 տարվա ընթացքում ստեղ կարա 1.5-1 միլիոն մարդ ապրի։ Ինչի մասին է խոսքը։ Իսկ իրանց բնակչությունը անցնող 30 տարվա ընթացքում կրկնապատկվել, եռապատկվել է։ Դե այդ խնդիրների մասին էլ պետք է մտածել։ Հենց դրա համար եմ ասում, որ մեզ պետք է այդ մեր շահերից է ելնում օր առաջ այս խաղաղություն ստորագրելը։ Որովհետև այդ ուժային բալանսը որևէ ցուցիչ չի ցույց տալիս, որ սկսելու է հոգուտ մեզ թեքվել։ Եվ վերջում այդ օր առաջը երբ կարող է լինել եւ ստորագրվել խաղաղություն, վստահ եմ տեղեկություններ կունենաք, թե այդ խաղաղության պայմանագիրը մոտ ապագայում երբ կստորագրվի։ Դե տեղեկություններ հրապարակային տեղեկություններ բնականաբար պետք է խոսենք։ Տեսեք, ես չեմ բացառում, որ կա սցենար համաձայն, որի խաղաղության համաձայնագիրը կարող է ստորագրվել մինչև ընտրությունները Հայաստանում հունիսյան, գարնան ընթացքում։ Ես սա օրինակ համար կոչեմ կոմբինացված լուծում, համակցված լուծում, որտեղ տեղի ունենում խաղաղության համաձայնագրի ստորագրումը, հետո տեղի ունենում Հայաստանում ընտրություններ, հետո ինչպես իշխող թիմն է հայտարարում, լինում է ռեֆերենդում նոր սահմանադրության ընդունման համար եւ դրանից հետո նոր վավերացում, այսինքն այսպես համակցված լուծում։ Ես կարծում եմ, որ բացարձակապես պետք չի բացառել այս սցենարի իրականացումը։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Հեռանկարում խաղաղության կամուրջ նախաձեռնության համակարգող հայկական խորհրդի նախագահ Արեգ Քոչինյանն էր։